Արդեն 14 տարի աշխատում եմ նույն ընկերությունում, իմ հաստիքն ինձանից բացի ոչ ոքի չեն վստահել։ Քանի անգամ ասել եմ, որ այսքան տարի աշխատում եմ, միթե իմ կողմից մի սխալ բան եք տեսել, եթե ոչ, ապա ինչու չեք բարձրացնում աշխատավարձս։ Աշխատավարձի բարձրացման մասին զրույցը չի կարող հիմնված լինել խնդրանքի վրա։ Այն պետք է ունենալ փաստեր։ Ոչ ոք չի պատրաստվում ձեզ համար որևէ բան անել, միայն նրա համար, որ դուք խնդրել եք։ Բացի այդ, աշխատավարձի բարձրացման մասին զրույցի վերաբերյալ փաստերը պետք է խոսեն ներկայի մասին, որովհետև ոչ ոքի չեք զարմացնելու այն ամենով, ինչը արդեն տեղի ունեցել նախկինում։ Նրանք այդ ամենը լավ գիտեն եւ եթե այդ ամենն իմանալով ինքնակամ չեն առաջարկել բարձրացնել ձեր աշխատավարձը, ապա անիմաստ է նրանց հիշեցնել անցյալը։ Օրինակ, ոչ թե փաստեր բերեք այն մասին, որ ես այսքան տարի աշխատել եմ, այն ժամանակ մեղն էիք, օգնել եմ, հիմա էլ դուք օգնեք եւ այլ։ Հիմա ես ունեմ այսինչ առաջարկ։ Հիմա ես դիտարկում եմ առաջարկ, սկսած մինիմում այսքան գումարից։ Հիմա ես կատարում եմ այսինչ աշխատանք, որը հիմա է վճարվում շուկայում եւ ամենակարևորը աշխատավարձի բարձրացման մասին զրույցից առաջ պետք է պատրաստել փաստեր, որոնց մեջ կա եթե ոչ, ապա Այսինքն պետք է պատրաստ լինեք գնալ մինչև վերջ։ Օրինակ, եթե պատրաստ եք դուրս գալ աշխատանքից, ապա գոնե մինչ այդ պետք է գտնեք այլ առաջարկ, որպեսզի կարողանաք բանակցության ժամանակ համարձակ կերպով ասել։ Եթե ոչ, ապա ստիպված կլինեմ փոխել աշխատանքս։